Իջևանի կենտրոնում խորհրդային երբեմնի ունիվերմագի տանիքի տակ 3 մետրանոց թիթեղյա պատերով մեկուսացված այս տարածքը 170 հնդկաստանցի կարող բանվորների թե աշխատավայրն է ու թե կացարանը միաժամանակ։ Վաղն արդեն նրանք հեռանում են Հայաստանից իրենց հետ տանելով կծկտուր հայերենն ու դառնությունը։ Տնօրենն իրենց գործադուլից հետո ինքնաթիռի տոմս է առել դեպի հայրենիք, դրա դիմաց վերցնելով վերջին 1 ամսվա աշխատավարձը։ Գնում եք դուք։ Հա, տոմս առնել է, քինեմ ես Ինդիա։ Ով առել։ Ով առավ։ Ինքը բոսն։ Բոսը առավ։ Բա մանի չի տալիս։ Փողերը չի տալիս։ Չէ։ Լավ է, այստեղ գործը։ Նո լավ է։ Բա ինչ եք անելու։ India, no money. Չեն տալիս փողը։ Փող, no փող։ Նո փող։ No փող։ Բա ինչ են ասում։ Գնում եք։ हाँ इंडिया करना Գնաց։ हाँ, Այսօր բոլորը։ ऐसा ऑल इंडिया करना All Գոհ են, որ ի վերջո հայրենիք կվերադառնան, չնայած եկել էին աշխատելու, սիրել էին Հայաստանը։ Go India, amno ticket, money 4 दिन, go India, lava, okay. Այստեղ ֆաբրիկայի առաջին հարկում տասնյակներով ապրում էին նեղլիկ սենյակներում, ուր ոդկ դնելու տեղ չկա։ Աչուձախ միայն երկհարկանի մահճակալներ են առանց պահարանների, առանց անձնական տարածքի։ Կարգ ու կանոնով միայն միջանցքում կողքի կոշիկներն են շարված։ Լվացարանը ժանգոտած երկաթյա մի կիսալուսին է, իսկ ցնցուղ չեղած լոգախցիկներում բանվորներն այսօր կոշիկներն էին լվանում։ Տեսախցիկը տեսնելիս կաշկանդվում են, բայց մատնացույց անում ժանգոտած խողովակներն ու խցանված կոյուղին։ Ապրելու տարրական պայմաններ չկան, խոհանոցում ամենուր միջատներ են։ Լարդուխանն այսօր միակն էր, որ փորձում էր անգլերենով բացատրել իրավիճակը, ասում է մարդիկ Իջևանում ջերմ էին, երկիրը լավը, բայց իրենք ստիպված են ճամպրուկները հավաքել, վերջին ժամերին մեկը մյուսի մազերն է կտրում, մյուսն արդյոք է անում։ One is very good area and city, but Անցած 2 տարիներին Իջևան եկած բանվորների խումբը վերջին օրերին գործադուլի էր դուրս եկել աշխատավարձի բարձրացման, պայմանների բարելավման պահանջով։ Տնօրենը մերժել էր եւ ընդամենը համաձայնել բոլորի համար տոմս գնել դեպի Հնդկաստան։ Բայց 170-ից մեկն այսօր նրանց հետ չէ, փակի տակ է ոստիկանի գործնեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրան նախօրեին են ձերբակալել, երբ բողոքող բանվորներին լսելու փոխարեն տնօրինությունը ոստիկանություն էր կանչել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ համազգեստավորներ քաշքշում ու գետնին տապալում բողոքողներին։ Ոստիկանությունն ասում է, հասարակական կարգ էին պաշտպանում, բանվորները մինչդեռ պնդում են, իրենց ոչ թե պաշտպանել, այլ ծեծել են, ու մինչ օրս չգիտեն ինչի համար իրենց ընկերոջը ոստիկանություն տարան։ one friends no left this place. One friends put the बोलो ना छोड़ा है पुलिस स्टेशन। Սա առաջին դեպքը չէ, անցյալ տարի նույնպես այստեղ բողոքի ալիք էր բարձրացել։ Բանվորները պատմում էին անգամ, որ նախկին տնօրենը զենքի սպառնալիքի տակ է իրենց աշխատեցրել։ Բողոքի նախորդ ցույցերից հետո Հայաստանի տեսչական մարմինը ռուսական Իջ Գրանդ տեքստիլոպտ ընկերությանը տուգանել էր 8 միլիոն դրամով աշխատավարձի ուշացման համար, բայց աշխատանքային պայմաններին անդրադարձ այդպես էլ չէր եղել։ Տուգանքներից բացի նաև քրեական գործեր էին հարուցվել, մի քանի ծանրակշիռ նաև աշխատանքային շահագործման հոդվածով, բայց այսօր քննչականից տեղեկացանք, որ այդ բոլոր գործերը կարճվել են։ Ով եք դուք։ Լրագրող եմ։ Ով է թույլտվել մեզ մոտ։ Բացի դուր եկա։ Չէ, պետք է թույլտվություն հարցնենք նոր։ Հա։ Ումից։ Խնդրում եմ դուրս գաք, թույլտվություն կհարցնեմ։ Տնօրենը ստեղ է։ Ստեղ է տնօրենը։ Այսօր ֆաբրիկայի դարպասների մոտ պահակակետում զինվորական ու ոստիկանական համազգեստով տղամարդիկ էին, որոնք ներս մտնել մեզ չթույլատրեցին, պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ, թեև քիչ առաջ հակառակն էին պնդում։ Ղեկավարությունը Գրանդ տեքստիլի ռուսաստանցի տնօրենը 3 իպրեսի հետ զրույցում կատարվածի մեջ հենց հնդիկներին էր մեղադրել, պնդելով, թե նրանք մաքրասեր չեն ու աշխատանքում գլուխ են պահում։ Они не чистоплотные люди, ну, как бы это
Վաղը Իջևանի կարի ֆաբրիկան կդատարկվի $400-ից $500, տարիներով աշխատող հնդիկ բանվորները կգնան, բայց հարցը կմնա ով կփոխարինի նրանց թիթեղյա պատերի ներսում եւ արդյոք նորեկներին եւս սպասում է նույն պայմանը ինքնաթիռի հետադարձ տոմս հանուն լռության ու ավելորդ գլխացավանքի տակ չընկնելու։